ով է եւ ինչ է իրենց ներկայացնում Աջապահյանը։ Եկեք այդ հարցը դնենք, Աջապահյանը ընդհանրապես ով է։ Ինչու պիտի Աջապահյանը ինչ որ տեսակետներով մեր հայերիս միասնականությունը խաթարի։ Ինչ որ ցնդաբանություններով եթերը հեղեղի։ Բոլորը Աջապահյանն էս ասեց մեկնաբանեք, խնդրեմ Աջապահյանն ինչ ասեց։ Թող Աջապահյանն իմ ասածները մեկնաբանի։ Թող Աջապահյանը մեկնաբանի իր հոտի ակնկալիքները։ Վերջին հաշվով թեմի առաջնորդ է։ Շիրակի թեմի առաջնորդ։ Փոքր թեմ չէ։ Թող իր հոտի ակնկալիքները արդարացնի։ Ինչու եք ֆետիշացնում կոնկրետ մի Աջապահյանի կամ կոնկրետ մի սառեցված սրբազանի, նա էլ մի բան հաստատես ընթացքում կասի եւ կառաջարկեք, որ մեկնաբանեն, թե նա ինչ ասաց, օй բարբարեց։ Դուրս գանք այս մտայնությունից, խնդրում եմ, հորդորում եմ, դուրս գանք այս մտայնությունից, մենք ունենք լիքը խնդիրներ, մենք ի վիճակի ենք այդ խնդիրները լուծել, պետք չի մեզ համար նոր խնդիրներ հնարել, նոր խնդիրներ բարթել ինքներս մեզ վրա։ Պետք չի առավել ևս քաղաքականացնել այն, ինչը պետք է ապաքաղաքական լինի։ Աստծուն քաղաքական գործիչ հնարավոր չի դարձնել։